Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին հավանության արժանացրեց կառավարության կողմից ներկայացված օրինագծին, համաձայն որի մի քանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ այլևս կզրկվեն ամսական 18,000 դրամ գործազրկության նպաստից։ Իսկ հաջորդ օրը այդ նույն կառավարությունը ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց մեկ այլ օրինագիծ, համաձայն որի պատրաստվում է մի քանի անգամ բարձրացնել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը։ Այսպես, Սերժ Սարգսյանի աշխատավարձը կկազմի 1,320,000 դրամ, Տիգրան Սարգսյան 1,188,000 դրամ, Հովիկ Աբրահամյան 1,188,000 դրամ, Արտուր Բաղդասարյան 1,023,000 դրամ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյան 1,056,000 դրամ, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան 990,000 դրամ, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյան 990,000 դրամ, նախարարներ 792,000 դրամ, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան 792,000 դրամ, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյան 792,000 դրամ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով 792,000 դրամ, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյան 726,000 դրամ, ազգային ժողովի պատգամավորներ 660,000 դրամ, օրինակ Գալուստ Սահակյանի, Սամվել Ալեքսանյանի եւ եւս 129 պատգամավորների, մարզպետներ 660,000 դրամ, օրինակ Կավալենկո Շակիրձյան եւ եւս 9 մարզպետներ, Սերժ Սարգսյանի եղբոր եւ միևնույն ժամանակ նրա խորհրդական Լևոն Սարգսյան 690,000 դրամ։ Հարգելի հայրենակիցներ, ես թվարկեցի միայն որոշ անձանց վերաբերյալ տվյալներ, բայց պետք է նշեմ, որ աշխատավարձի կտրուկ բարձրացման ցանկում ընդգրկված են Սերժ Սարգսյանի խմբակի գրեթե բոլոր մասնակիցները։ Սերժ Սարգսյանի եւ նրա խմբակի մասնակիցների համար աշխատավարձների բարձրացման հետևանքով նախատեսված է պետական բյուջեից յուրաքանչյուր ամիս տրամադրել շուրջ 14 միլիոն դրամ, որը տարեկան կազմելու է շուրջ 164 միլիոն դրամ, այսինքն շուրջ 400,000 դոլար։ Համաձայն պաշտոնական տվյալների Հայաստանում այսօր 1 միլիոնից ավելի մարդ աղքատ է։ Այս համատարած աղքատության մեջ փաստորեն Սերժ Սարգսյանը այլևս առանց քողարկման շարունակում է հերթական խրախճանքը կազմակերպել իր խմբակի համար։ Սիրելի հայրենակիցներ, բոլորիս մտքում առկա է շուրջ 100 տարի առաջ Ռաֆայել Պատկանյանի կողմից հնչեցրած հարցերը, ինչպես նաև նրա կողմից տրված պատասխանները։ Ով պետք է ազատի Հայաստանը օտարի ձեռքից։ Ինքը հայազգը պիտի ազատի Հայաստանը օտարի ձեռքից։ Ինչ հնարքներով, հնարքները զանազան են, նայած հանգամանքների, երբեմն սեփական զենքով, երբեմն փողով, երբեմն օտարի օգնությամբ։ Միթե կարող է Հայաստանը երբևիցե հայերի սեփականությունը դառնալ։ Այո, կարող է, անշուշտ կդառնա նա հայերի սեփականությունը, եթե բոլոր հայերս այր ու կին, հարուստ ու աղքատ, տարեց ու պատանի, այնպես բաղձանք ու ձգտենք Հայաստանի ազատությունը, ինչպես քաղցածն է ձգտում հացին ու ծարավածը ջրին։